Զինվորներ են մահանում բանակում։ Քրեական ենթամշակույթն է նաև որոշ չափով ինքնասպանությունների եւ սպանությունների պատճառ դառնում։ Ուզում ենք ապրենք գողական բարքերով։ Այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դա անձերտալ չի կարելի։ Ես չեմ դրա հեղինակը։ Սուրեն Պապիկյանն է թեզի հեղինակը, բայց հրաժարական չի տա։ Իսկ ինչու չի տա հրաժարական։ Փաշինյանն ասում է, բա ինչու նախկիններն իրենց ժամանակ հրաժարական չէին տալիս։ Ասմա ճիշտ արդարացի մարդիկ ասմա Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել։ Բանակ պետք է Հայաստանին, թե Ալիևի խաղաղությունը հայ ժողովրդի առհավատչյան է։ Հաջորդ քայլը կասեն ուզում եք ձեր զավակները չզոհվեն, դե ուրեմն մեզ բանակսկի պետք էլ չի։ Պետք էլ չի մեզ բանակ կլինեն ոստիկանությունը մեր ներքին անվտանգությունը կպաշտպանի, մնացածն էլ առաջ Աստված, հա, Ալիևը ողորմած է, այսպես կասեն, ու կանցնեն առաջ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ բանակում տիրող իրավիճակն ու քրեական ենթամշակույթի տարածումը պատահականություն չեն եւ ուղիղ կապ ունեն երկրի առաջին դեմքերի վարքագծի հետ։ Նիկոլ Փաշինյանի ուղիղ պատասխանատվությունը կա նաև այս հարցում, շատեր ասում են ինչ կա բարդում եք Նիկոլ Փաշինյանի վրա, այո, հենց Նիկոլ Փաշինյանի վրա, որովհետև նախընտրական ժամանակաշրջանում այդքան ատելություն, այդքան խուլիգանական պահվածք, այդքան հակամարտկային եւ հակաիրավական պահվածք, որը դրսևորեց Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկ այլ թիմ իրեն թույլ չի տվել եւ հետեւաբար այո, դա չէր կարող չստանալ իր արձագանքը, այդ թվում նաեւ բանակում։ Բանակում բարոյահոգեբանական վիճակն անկում է ապրել, ինչու, որովհետև զորամասերից հեռացվեցին գնդերեցները։ Այս կարծիքին է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը։ Որոշվեց, որ պետք է չլինեն գնդերեցները եւ դրա հետևանքն էլ այս սաստկացող ոչ բարի, ոչ դրացիական միջանձնային հարաբերություններն են ու դրա հետևանքով ամենօրյա, եթե կարելի է այդպես ասել, ռեժիմով այդ ողբերգական դեպքերն ու պատահարները։ Խոսելով համակարգային խնդիրներից Նինա Կարապետյանցը նկատում է, որ այս ամենի հետևում կարող է ընկած լինել քաղաքական հատուկ որոշում։ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի առաջ այդ պարտավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը բանակ պիտի չունենա, որովհետև այն փոփոխությունները, որոնք առաջարկում են այս իշխանությունները, հուշում են, որ մենք պիտի բանակ չունենանք եւ ան արտահայտությունները ցավոք սրտի, որոնք հնչում են Ալիևի կողմից եւ որոնք հետեւողականորեն տարիներ շարունակ իրականացում են, հուշում են, որ Հայաստանը պիտի բանակ չունենա։ Գնդերեցն ասում է, ամենադժվար պահերին անգամ նրանք կարողացել են բանակում պատահող ողբերգությունները կանխել։ Գնդերեցների շնորհիվ եւ նրանց աշխատանքի, նրանց ծառայության միջոցով ինչպես են կանխվել շատ արատավոր երևույթներ, ընդհանուր ինքնասպանությունների կանխարգելումը, ինքնախեղումների կանխարգելումը, միջանձնային հարաբերությունների, այդպես փողոցային բարքերի կանխումը։ Հոգևոր կյանքից հեռացված բանակն այսօր ճգնաժամ է ապրում։ Պատերազմներից թուլացած հիմա էլ բարոյահոգեբանական դժվարին դրություն է զորամասերում։